Ну я тысячу раз обрывал провода, сам себя кричал, ухожу навсегда. Նայում напарникս կողքս չկա, համիկ, ուր ես, ну я буду с тобой или буду один. Համիկս միամիտ կպաբաց հոսանքին, ու մութ երկնքում տեսանք նրա հոգին, դարձավ սայլուտ. Ay, et Lara veikal, tar kapsaran Lari. Ala eti çara eni. İşvor banız gumes. Relava. Uşadi degi uriş Lari çıkıptes meçe 6300 volt hosanka. Eti veikal haksara vren. U patati. Ya kara. Ոնց կնիկը ստոլմա փաթաթել չսովորա, վեսը իզալեն։ Ծերից բռնի։ Արա պրոմոդի ծերից։ Կրեսի դեբիլ ես դու։ Պետիկ, ասում եմ կաղամ եք սխալ ենք կանգնած։ Դու պետք է աշխատես, ես կանգնեմ ու հրամայեմ։ Ամր շատ կաներս դեբիլը դու ես, արա։ Չէ, ճիշտ է կանգնած ենք, որ ժամանակին ոտից տակ չփորեիր, հենց այս դիրքերով է կանգնած էինք ըննելու։ Համել ես 499 տրանսվորմատր եմ փոխել, մեկն է դու փոխի թող դառնա 500, ես այնքան եմ փոխել դառել եմ տրանսվորմատր դե 16, դու էլի մորիո պաքսն ես էլի, ժամանակներ էին, փոքր ժամանակ մտածում էի ոնց անեմ տրանսվորմատր ունենամ հետը խաղամ, հիմա մտածում եմ ոնց անեմ տրանսվորմատրի հետ զգուշ խաղամ որ չտա սպանի։ Արա, պետիկ շատ դեբիլ ես, գիտես չէ, որ մաքուր սիրտ չունենայի, հիմա վաղուց քեզ գործից անել էի ես։ Շեֆ ջան, որ ես մաքուր սիրտ չունենայի, մինչև հիմա դու իմ շեֆը չէիր։ Մոռացել ես տանդ համար Լևի Լուիս էի քաշում։ Իմ տեղ ուրիշ մեկը էր հիմա սաղին մանավանդ վերևներին գնաց է ասել էր։ Հա, բայց դու հենց վերևներն էլ ասել էիր պետիկյանի։ Արի թեման փոխենք էլի շեֆ ջան։ Դու ինձ ասա տուն տեղ կնիկ խալաձենիկ ինչ վիճակ է։ Տուն տեղ խալաձենիկ լրիվ նորը նախբեր։ Պրոստը կնիկ էս էլի հին։ Եկի չօգտագործած է էլի ախպեր։ Դե 1000 տարվա կնիկ էս է, դու որ լավ գիտես։ Հա, ես քո կնգան լավ գիտեմ։ Ասեմ ավելի։ Քո կնգան սաղի գիտեմ։ Այսինքն երկում է։ Բայց շեֆ ջան, այդպես բաներ մի արա էլի, մի ասա։ Հեսա ֆեմինիստները կմտնեն այս վիդեոյի տակ կոմենտներ կգրեն, ռեյտինգներս կտակը հելի, եսի մուր, նոր պրոյեկտներ կսկսենք նկարել, սիթքոմեր, միտքոմեր, դրանք էլ չեն հասկանա ինչ լավություն արեցին մեզ։ Համել այդպես բաներ մի ասա, Աստված կտենա կպատժի։ Դու չգիտես, որ ես աթեիստ եմ։ Եթե Աստված լիներ, հենա քեզ մի քիչ այսքան ուղեղ կնավիրեր։ Շեֆ, ես բեղերը դուրա։ Պետք խփնվար, ես երբ եմ բեղ ունեցել, որ մի հատ էլ հիմա հարցում ես ուրա բեղերը։ Արեշի անցած սերիայում ժողովուրդ ջան բեղով, չէր։ Արա սցենարիստներ մյուս սերիաների մեջ բեղով գրեք, ես իստես գեշ մունդարի մեջ։ Ու այս ամենը, պարոն դատավոր ջան, տեղի ունեցել իմ աչքի առաջ։ Հետո լույսերը գնաց, տոկը թողեց շեֆիս, դե սրտացավ մարդիկ էլ զանգեցին շտաբ օգնությունը, եկավ տարավ հիվանդանոց, փառք Աստծո կոմայի մեջ է։ Չի մեռել։ Այդքան է ասում է, ասում է Աստված կպատժի։ Ես աթեիստ եմ։ Կերար։ Արո պետիկ, իսկ հոսակը հարության ժամանակ դուք ինչ էիք անում։ Նայում էի։ Հենց հետաքրքիր էր։ Սկզբից որ շեֆից գլխից ծուխ էր հելնում, ինչ թվաց գյուղի տատիկիս տանն եմ։ Ուզում էի կարտոշկեն հանեի, կլպեի շարեի կողքը պլեջ սարքեի։ Իսկ տոկը խփելու պահին ինչու ոչինչ չեք ձեռնարկել։ Իսկ թվաց, որ տոկը խփում է, ուրեմն շեֆի շատ է սիրում։ Տատս էր ասում, ասում էր պապդ ինձ շատ է ծեծում, այդ նշանակում է որ շատ է սիրում։ Դրա համար ես կնգաս մատով չեմ կպնում։ Իսկ գուցե տարեկան խնդիրներից ելնելով անզգուշաբար եք վարվել, որի պատճառով ձեր ղեկավարը հոսակը հարվել է։ Վայ չէ, պարոն դատավոր ջան, ինչ եք ասում։ Ես ընտանեկան խնդիրներ չունեմ։
Ընտանիքը դա մի ամբողջական հոսանքի շղթա է։ Մաման լույսի աղբյուրն է, պապան հողանցումն է, դե տատին պապին հինգ փրթված լարերն են, երեխաներն է հենց լույսն են որ կան։ Դե կնիկներ կարճ միացում է, պետք է ինդիկատորով հետևից անցած ֆրազ տենես որ դե զամիկանի տվե։ Արա ինչ թեորիա ասեցի, արա պետք է ինչ էր ես անում։ Ես ասածս մեկը գրի առեք, հետո պետք կգա։ Արա սիրո խելք եմ հավաքում։ Դրա ընտանեկան հարցը չեն քննարկում։ Այդ ձեր մեղավորության հարցը։ Լավ, էդի հեչ պարոն դատավոր։ Այ որ շեֆի ընտանիքից խոսենք, կտեսնեք դրանք ինչեր են արել։ Հիշում եք 2012 թվականին, որ շուխուռ էին գցել աշխարհի վերջնա։ Դրա մերն էր միասնից բամբասանքով տարածել։ Հերը Սիրիայի պատերազմը հրահրեց։ Աղբերը կորոնավիրուսը տարածեց։ Կնիկներ մի այլանդակ գեշ, իմիջ գեշ։ Այ որ շեֆի տեղն է, կոմայից դուրս չեմ էլ գա, հանգիստ պատվով կմեռնեմ։ Բայց որ շեֆը դուրս չգա, ես իրա տեղը շեֆ կլինեմ։ Հարգելի ժողովուրդ, ես կասֆալտապատեմ մեր քաղաքը, թոշակները կբարձրացնեմ, հարկերը կնվազեցնեմ, բազմակնությունը կօրինականացնեմ։ Արա չէ, ես նախընտրական ծրագիրս է։ Մի խոսքով որ շեֆը չարտնանա, չանհանգստանաք։ Եթե ձեր շեֆը չզարթնի, պետքա դուք անհանգստանաք։ Դատվելու եք, արա։ Իսկ առայժմ կմնաք կալանքի տակ։ Եթե ձեր շեֆը չարտնացավ, բողոք չներկայացրեց, ձեզ ազատ կարձակենք։ Ուզում եք ասեք, հաջորդ սերիան էլի քաղմասում ենք նկարելու, պարոն դատավոր։ Ախր դες լոկացիայով արդեն նկարել եք, է։ Ես մեղավոր չեմ արա այն ձեր հիմար սցենարիստերին ասա։ Ախմախ սցենարիստներ են։ Փոխելու եմ դրանց։ Այն զիտա գիտայի սցենարիստերին եմ վերցնելու։ Մեր տանկի խանութում բանվոր է աշխատում։ Սատիշ բխատնագար է։ Արա ձեռնաշղթա են հագցնում։ Մի հատ կռուպնի կադր վեկալ։ Չէ, աշկիս ասեմ օպերատորին է հետը բերի։ Բայկունտին։